Եկեղեցու բարենորոգման օրակարգը հասել է նաև Պաշտպանության նախարարության խորհրդակցությունների դահլիճ։ Նախկին գնդերեց Տեր Պսակ Քահանան պատմում է, սարկավակ գնդերեցներին են հրավիրել, ասել են թեման բանակում ինքնասպանությունների, արատավոր դրսևորումների կանխարգելումն է, բայց խոսել են այլ բանից։ Տարբեր հարցերի միջոցով փորձել են ճշտել գնդերեցների մոտեցումը այդ բարենորոգչություն կոչված շարժմանը, երբ որ արդեն հստակ է եղել, հետո առանձին փոխնախարարն է հանդիպել գնդերեցների հետ, արդեն ուղիղ հարցը տալով, որ միանում եք, թե չէ։ Այո, Արման Սարգսյանը։ Այդ խորհրդակցությանը մասնակցած գնդերեցներից Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատմել էր, հանդիպմանը Պաշտպանության նախարար, փոխնախարարից բացի գլխավոր շտաբի ու բարոյահոգեբանական ծառայության պետերն են մասնակցել։ Այդ հանդիպման ընթացքում մեզ ուղղվել է ուղիղ եւ հստակ հարց, ինչ վերաբերմունք ունենք այսպես կոչված բարենորոգում անվամբ տխրահարճակ շարժման նկատմամբ, այնուհետև Պաշտպանության նախարարի տեղակալի կողմից հնչեց եւս մեկ առավել հստակ հարցադրում. միանում ենք այդ շարժմանը թե ոչ։ Ըստ գնդերեց Գևորգյանի, Պաշտպանության նախարարության պաշտոնյաները հիշել են նաև իրենց ցածր աշխատավարձի մասին, կարծելով, թե մեզ կարող են գնել, գրում է։ Նիկոլ Փաշինյանի ու 10 եպիսկոպոսների նախաձեռնած եկեղեցու բարեփոխման կաթողիկոսի հրաժարականի պահանջին միանալու վերջին փորձը այս գնդերեցի հետ Շիրակի Կայազորի պետն է արել։ Շուրջ 2 ժամ փորձել է համոզել, որպեսզի միանամ այդ շարժմանը, սակայն ստացել է հստակ մերժում։ Եվ այսպես բոլորի հետ հանդիպումներ, հորդորներ, հոգեբանական ճնշումներ, ասում է Տեր Պսակ Քահանան։ Մենք ունեցել ենք նաև քահանա, որի հետ անմիջապես խոսել է բանակային կորպուսի հրամանատարը։ Եղել են սարկավակներ, որտեղ իրենց հետ խոսել են բարձրաստիճան զինվորականներ, գեներալներ, մենք հոգևորական ենք ունենք հիմա էլ իհարկե բնականաբար տերհոր հետ 2 անգամ են նույնիսկ հանդիպում եղել։ Գնդերեցներին առաջարկվել է Փաշինյանի օրակարգի միանալ այդ գումարի դիմաց, այս է ասում։ Սուտ է, նման բան չկա։ Պարոն Պապիկյան, դուք մասնակցում եք վարչապետին։ Ինչ արված է հրապարակային, ասում իմ հրամանը նույնիսկ ես բացել եմ, որ այս տարընթերցումները, հեքիաթները։ Պաշտպանության նախարարը կտրուկ է հերքում, թե ֆինանսապես փորձում են շահագրգռել գնդերեցներին, որ նրանք միանան բարեփոխիչներին։ Պապիկյանի հրամանով փետրվարի 1-ից դադարեցվեց եկեղեցու կողմից զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող գնդերեցների գործունեությունը։ Նույն հրամանով նախատեսվեց, որ բանակում հոգևոր ծառայողներ լինեն, բայց ոչ թե մայրաթոռի, այլ գլխավոր շտաբի բարոյահոգեբանական ապահովման վարչության համակարգմամբ, որն է այս հրամանի իմաստը։ Բանակում զինված ուժերում չի կարող լինել երկակի ենթակայություն։ Նախկին գնդերեց Տեր Պսակ Քահանայի կարծիքով պատճառը ոչ թե սա է, այլ այն, որ զրույցները գնդերեցների հետ արդյունք չեն տվել։ Այն այսպես ասած ժողովրդական լեզվով վատ երազում էլ նույնիսկ այդ սցենարը կարծում եմ քննարկելի չէր այդ տղաների մեզ համար։ Մենք չենք միանա։ Եթե իհարկե այդպիսի բան ստացվեր, որ բոլորը միանային, վստահաբար չէր լինես ճնշումները կամ այդ ռեֆորմը, ինչպես իրենք են ասում, այդ հրամաններ չէր լինի։ Վերջին օրերին քահանաներն հազանգում էին գնդերեցներին, փորձում են գրավել 700,000 դրամ աշխատավարձով։ Այդքան չէ, Պաշտպանության նախարարը թիվ այնուամենայնիվ չի հրապարակում։ Բավարար աշխատավարձ կլինի, որը կտարբերվի նախկինում իրենց ստացվածից։ Տարբերվող աշխատավարձ արդեն չեն ստանա Էջմիածնից նշանակված 30 գնդերեցները, որ այս հրամանից հետո Զորամասերից դուրս են հրավիրվել։ Միայն 4-ը 2 քահանա ու 2 սարկավագ են միացել բարենորոգման օրակարգին ու մնացել Զորամասերում։ Կան նաև 12 գնդերեցներ, որ ժամկետայիններ են ու ոչ միտեղ հեռանալ չեն կարող։ 120,000 տալիս էր Պաշտպանության նախարարությունը, 80 քանի հետո դարձավ 100,000 մայրաթոռ Սուրբ Էջմիածինը։ Տեր Պսակ Քահանան 20 տարի գնդերեց էր տարբեր Զորամասերում, վերջինը Կանազի հոսպիտալի եկեղեցում։ Այնտեղ փոքրիկ եկեղեցի է Սուրբ Գրիգոր Նարեկացի, որտեղ ամեն ուրբաթ օր մենք պատարակներ էինք մատուցում, որին մասնակից էին լինում եւ բուժում ստացող բուժառու զինվորները եւ նաեւ բուժանձնակազմը։ 2 օր առաջ Զորամասերից մայրաթոռ վերադարձած քահանաներին ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց։ Նրանք արդեն հոգևոր ծառայության նոր հասցեներ ունեն։ Տեր Պսակ Քահանան Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում է։ Այստեղ պատարակների օրերին եկեղեցու սրահը միշտ լի էր զինվորներով։ Չգիտի հրահանգ կա, թե ոչ, բայց նրանց 2 կիրակի է չի տեսնում։ Իրեն էլ տարածքի Զորամասեր արգելում են մտնել։